կորցրել այս արժեքը, չխնդրեմ երաժշտությունը ավելի բարձր։ Եվ սա եղել է մնում է հայոց բանակի հիմնը։ Այն բանակի, որ կերտվեց 90-ականների հերոսամարտերով, խնդրում եմ բոլորին ոտքի։ Օրվա խորհրդով մեզ հոգևոր խոսքով դիմելու համար պատիվ ունեմ սիրով հրավիրել Մովսես Վարդապետ Սարգսյանին, խնդրում։ Աղոթքով սկսենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, եղիցին կամք քո, որպես հերկինս եւ երկրի, ըստ մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ քրկյազ մեզի չարե, Սիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Սիրելի ներկաներ, այսօր հավաքվել ենք խոնարհումով, երախտագիտությամբ եւ աղոթքով պատվելու հիշատակը քաջ հայորդի Դավիթ Սարապյանի իր 60-ամյակի կապակցությամբ։ Նա դեռ շատ վաղ տարիքում արդեն հասկացել էր եւ գիտակցում էր, որ հայրենիքին ծառայելը սոսկ պարտականություն չէ, այլ աստվածատու շնորհ, կյանքը նվիրելու, չափ սիրելու կարողություն։ Ընդմիշտ երախտապարտ ենք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին մեզ համար եւ մեր փոխարեն։ Եվ ես վստահ եմ, որ այսօրվա այս հիշատակի երեկոն էլ իր պատգամն ունի մեզ համար, այն մեզ համար խոստումի եւ պատասխանատվության նշանակություն ունի, որպեսզի Դավիթ Սարապյանի կերպարը ապրի մեր մեջ, ապրի մեր սերունդների մեջ, հակառակ բոլոր հակաքարոզչությունների եւ Դավիթ Սարապյանի ու մեր բոլոր նահատակ հայրենիների օրինակը մեզ ուժ տա, կարողություն ու իմաստություն տա, իսկապես սիրելու մեր հայրենիքը, սիրելու մեր եկեղեցին, պահելու մեր հավատն ու մեր ազգային արժեքները։ Հիշատակն արդարույն օրհնությամբ եղիցի ամեն։ Մեզ անհրաժեշտ է այս հերոսապատումը կրել մեր ենթագիտակցության շերտերում արդեն։ Այն աստիճան կրել, որ նա խառնվի մեր գենի հետ ու դառնա մաքրամաքուր որակ, ցեղի տեսակ, ցեղակրոն։ Եվ այս պատմությունը փոխանցվի սերնդեսերով, որովհետև աշխարհաքաղաքական կրքերը չեն հանդարտվում ու փորձում են ավելի ներողություն արտահայտությանս, ավելի գռեհիկ կերպով ջնջել գենի հիշողությունը, միաձուլելով ամեն ինչ մի տափակության ու մի հարթության մեջ։ Իսկ մենք ունենք արժեքներ, որոնք եղել են աստվածառակ, մեր մշակույթը, մեր գիտությունը, մեր հոգևորը, մեր հերոսապատումները։ Ահա այս արժեքների կրողն է Դավիթ Սարապյանը։ Եվ պատահական չէ, որ այս առաքելությունը իրականացնելու համար տարիներ առաջ եղել են գուցեև ցնորամիտ, բայց երասկոտ նպատակ, եւ այդ նպատակը Փառք Աստծո, որ դարձավ իրականություն։ Գուցե ցնորք էր, միֆ, ինչպես ասում են ֆիկցիա, բայց դարձավ իրականություն եւ Երևանի թիվ 100 դպրոցը անվանակոչվեց Դավիթ Սարապյանի անունով։ Իրականացավ այս երազանքը նվիրյա հայորդիների ջանքերով ու շնորհիվ եւ այլևս այդ դարբնոցը, Դավիթյան դարբնոցը հայակերտող օջախ է իր բառիս ամենավեհ, ամենաազնիվ, ամենալուսավոր, ամենաբարոյական, ամենաառաքինի արժեքներով, չէ որ նա Դավիթ Սարապյանի անվան է։ Եվ պատահական չէ, որ նաև գրվեց մի գեղեցիկ երգ դպրոցի հիմնը։ Խոսքի հեղինակ Մերի Կարապետյան, երաժշտությունը Դավիթ Սարապյանի։ Եվ պատահական չէ, որ նաև գրվեց մի գեղեցիկ երգ դպրոցի հիմնը։ Խոսքի հեղինակ Մերի Կարապետյան, երաժշտությունը Դավիթ Սարապյանի։
Արման Համալյան։ Երևանի թիվ 100 դպրոցը անվանակոչվեց Դավիթ Սարապյանի անվան 2021 թվականին։ Այս պահին պատիվ ունենք սիրով խոսքը փոխանցել Դավիթ Սարապյանի անվան դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանին։ Ողջույն բոլորին, ցավոք Դավիթ Սարապյանի անվան դպրոցի տնօրեն այսօր ներկա չի հարկերի պատճառով, դպրոցը կներկայացնեմ ես, փոխտնօրեն Թամարա Մկրտչյանը։ Այսօր հավաքվել ենք այստեղ նշելու մի մարդու հոբելյա, որի անունը ոչ միայն կենսագրություն է, այլ նաև արժեք, ոգի և ուղի։ Սարապյանը այն անհատներից է, որոնց կյանքը դարձել է օրինակ, որոնց խոսքը ուղեցույց, իսկ գործը ժառանգություն։ Նրա մեջ միահյուսված են հայրենասիրությունը, խիզախությունը և մտավորականին հատուկ խորությունը։ Նա այն մարդկանցից է, ովքեր չեն սահմանափակվել խոսքերով, այլ իրենց կյանքով են ապացուցել հավատարմությունը հայրենիքին։ Դավթի հայրենասիրությունը բարձրախոս ճար չէ, այլ լուռ, բայց անխախտ հավատ իր երկրի, իր ժողովրդի, իր մշակույթի հանդեպ։ Նրա քայլերում կար պատասխանատվություն, նրա հայացքներում վստահություն, իսկ նրա գործում նվիրում։ Նա միշտ եղել է այն դիրքում, որտեղ դժվարությունն է, որովհետև հենց այնտեղ է ծնվում ճշմարիտ արժեքը։ Եվ քաջությունը նրա համար պարզապես խիզախ քայլ չէ, դա սկզբունք է, այն ներքին ուժը, որը թույլ է տալիս մարդուն մնալ մարդ, նույնիսկ ամենաբարդ պայմաններում։ Նա իր կյանքով ցույց տվեց, որ քաջությունը ոչ միայն մարդի դաշտում, այլև գաղափարի, խոսքի և արժանապատվության պաշտպանության մեջ է։ Մեր դպրոցի սաները պատմում են գրում Դավիթ Սարապյանի անունը և արդեն նրանց մեջ բազմիցս կյանքի դրվագները ուսումնասիրելով արդեն կրում են նրա անունը, արժանապատվությունը, պահպանում են նրա արժեքները։ Ողջ տարին հայտարարված է Սարապյանական տարի և ուզում եմ այսպես ավարտել խոսքս, որ ծնունդդ շնորհավոր, մեր բարի Տև։ Հոբելյանական այս օրով իրենց ելույթն են բերել Դավիթ Սարապյանի անվան դպրոցի աշակերտները։ Դավիթ Սարապյանի կյանքի և հերոսանալու պատմությունը վավերագրվել և մեզ է ավանդվել հերոսի կենսագիր Էվելինա Մելքումյանի երախտաշատ գործունեության շնորհիվ։ Գրքեր, հոդվածներ, հանդիպումներ դպրոցականների հետ, հեռուստատեսային հաղորդումներ։ Տիկին Մելքումյանը տասնամյակներ շարունակ հանրայնացնել է Դավիթի սխրալի կենսագրությունը, հայ հանրությանը լավագույնս ներկայացրել իր ինտելեկտուալ ու քաջարի հերոսին։ Սիրով բեմ ենք հրավիրում տիկին Մելքումյանին։ Հարգելի հյուրեր, հարգելի ներկաներ, անչափ ուրախալի է տեսնել այս մեր դահլիճում այսպես բազմամարդ տոնելը մեր հերոսի, մեր Դավիթ Սարապյանի Հոբելյանը։ Ձելը բաղ վիճակվել իմանալ տեսնել ճանաչել Դավիթի մանկուց և մանկուց արդեն ինքը տարբերվում էր, շատ էր տարբերվում բոլորից, ասպետական հատկություններ ուներ և դպրոցում նրան անվանում էին դպրոցի խիղճ, սկզբից դասարանի խիղճ, հետո դպրոցի խիղճ, իսկ հետո նա դարձավ մեր ազգի խիղճը։ Նա հերոսական պայքարեց և հերոսական զոհվեց և իր կյանքը տևեց ընդամենը ոչ համարյա 26 տարի։
այդ կյանքը լի էր հերոսական և ստեղծագործական փայլուն էջերով, կյանքը շատ բովանդակալից էր և բար հետաքրքիր կյանք, սակայն երբ որ իր երկրային ուղին արդեն ավարտվեց, չափազանց մեծ էր վտանգը, որ կարող է Դավիթը մոռացության հանձնվի, որովհետև նա իր ծնողների միակ որդին էր, չհասցրեց ընտանիք ունենալ, չհասցրեց երեխաներ ունենալ և շատ հնարավոր էր, որ այսպես հետ չմնար այդպես իր կենսագրությանը և իր կյանքից։ Դրա համար շատերը այդ թվում և ես հասկանալով, որ պետք է ամեն ինչ անել, որ դա չջականանա, այլ ընդհակառակը, ինչքան շատ մարդ իմանա Դավիթի մասին, ծանոթանա նրա կերպարին, դա շատ մեծ նշանակություն կունենա և իր հիշատակը պահպանելու համար և նաև դաստիարակչական մեծ նշանակություն կունենա։ Եվ այսպես որպես լրագրող ես գրում էի հոդվածներ, հաղորդումներ եմ կազմակերպում և հարցազրույցներ, իսկ 2006 թվականին գրվեց առաջին գիրքը ռուսերենով, քանի որ Դավիթը ռուսերեն էր գրում, և այդ գիրքը «Դև ժիստ տворчества борьба» է կոչվում, այդ գիրքը լույս տեսավ իր մարտական ընկերների օժանդակությամբ։ Այդ գրքի հովանավորներ Արկադի Սահակյանը, որ հիմա ներկա է այստեղ, որ ես շնորհակալ եմ շատ իրան, և նաև գրքի ձևավորման մեջ մեծ մասնակցություն ունեցավ Դավիթի մյուս մարտական ընկերը, տաղանդավոր նկարիչ Սերգեյ Գրիգորյանը։ Գիրքը շատ մեծ նշանակություն ունեցավ, շատ շուտ սպառվեց, և բոլորը ասում էին, որ ինչ լավ է, որ այդ գիրքը կար, մենք իմացանք, որ մեր ազգում կար նման հերոս, նման կերպար, նման ազնվական, ասպետ, որը ուղղակի սարսափելի կներ, եթե մենք չիմանայինք դրա մասին։ 2018 թվականին ինձ այսպես գտավ, ասում են, մի հատ ևս մեկ ճգնահ երիտասարդ կին, Մերի Կարապետյանը, որը կարդալով գիրքը և ծանոթանալով Դավիթի ստեղծագործությունների հետ, լինելով հայագետ, լինելով գրականագետ, նա որոշեց, որ անպայման թարգմանի Դավիթի ստեղծագործությունները հայերենով։ Եվ դա ինձ շատ զարմացրեց, որտեղ նա 3 երեխայի մայր և շատ պատասխանատու աշխատանք էր, պաշտոն ունի և ուներ, բայց նա այդ գործը արեց փայլուն ձևով և հրաշալի ձևով այդ թարգմանությունը կատարվեց։ Իսկ իմ գիրքը, որը ես գրեցի, իմ խմբագիրն էր հրաշալի անձնավորություն, հայտնի հայագետ, գրականագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ Հասմիկ Գուլակյանը, նա ներկա է այստեղ, երախտապարտ եմ Դավիթի ընկերներին, Տիգրան Ալավերդյանին, Սարգիս Բադալյանին, որը հիմա ներկա է, Արմեն Գուլյանին, որով հանդիսացան գրքի հովանավորը։ Շնորհանդես կայացավ Կոմիտասի ղեկավարին։ Եվ այդ ժամանակ ես հանդիպեցի նաև մեկ ուրիշ գոյակապ անձնավորությանը, Արմինե Պետրոսյանին, որը այդ շնորհանդեսի հանդիսավարն էր։ Եվ մի անգամից մեծ համակրանք ունեցա այդ գեղեցիկ և շատ խելացի, ինտելեկտուալ, շատ գործունյա և մեծ բարեգործական աշխատանք կատարող կնոջը։ Եվ այդ համակրանքը արդեն տարիների ընթացքում, արդեն շուտով երևի 7 տարի է, որ մենք միասին անցնում ենք Դավիթի ճանապարհով և միայն խորանում է այդ համակրանքը և շատ
հետաքրքիր ստացվեց, որ Դավիթը մեզ միացրեց Իշտայակ երիտասարդ են իձանցահագին, բայց մենք ամեն մեկս մեր լումայով և մեր գաղափարներով անում ենք համատեղ լավ աշխատանք և փաստորեն այդ շնորհանդեսը շատ կարևոր է, որովհետև այդտեղ ելույթ ունեցավ այս ժամանակվա ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը և նա շատ լավ գիտեր Դավիթին, որովհետև և այն ժամանակ և հիմա աշխատում է Դավիթ Ջոն Կիրոկոսյանի անվան դպրոցում և շնորհանդեսի ժամանակ Սոֆյան խոստացավ, որ անպայման կանի ամեն ինչ, որ դպրոցներից մեկը անվանակոչվի Դավիթի անունով։ Դա եղել է 2019 թվականին, մենք շատ ուրախացանք և այսպես շատ կարելի ասել, բայց հետո ոնց կլինի չգիտեի։ Հետո գրքերը շատ լավ սպառվում էին, լավ գրախանութներում տարածվել էին, սպառվում էին և մենք մտածում ենք, որ այդ գումարներով մենք կաշխատենք ստեղծել Դավիթի կիսանդրին և տեղադրել, չգիտենք դեռ որտեղ և ոնց։ Սակայն եկավ 2020 թիվը և սկսվեց պատերազմը և մենք որոշեցինք, որ այդ ամբողջ գումարը մոտ 5 միլիոն դրամը փոխանցեցինք այդ պատերազմի օժանդակության համար ֆոնդին։ Ցավոք բոլորը գիտեք ինչ տխրահռչակ էր այդ ֆոնդը։ Իսկ հետո դրանից հետո ոնց որ այսպես մերին անվանեց, որ Դավիթ Սարապյան նախաձեռնությունն է, և դրանից հետո մենք ինքներս ունեցանք ֆոնդ իշնորհիվ Դավիթի երկու գոյակապ ընկերներին, որոնք երկար տարիներ մեր այսպես սպոնսորներն են, որ միշտ ամեն հարցում ընդառաջում են և ներդրումներ են արել միշտ և հիմա և մենք անչափ շնորհակալ ենք Սարգիս Բադալյանին, ներկա գտնվող և Տիգրան Ալավերդյանին, երկուսն էլ շատ կայացած, բազմազբաղ մարդիկ են, բայց նրանց համար Դավիթի համար միշտ ժամանակ ա եղել, միշտ ինչքան կարողացել են ամենջով օժանդակել են և Սարգիսը նույնիսկ Դավիթի զինվորական կաբինետի կահավորման մեջ է մասնակցել և էլի շատ լավ ստացվել է այդ ամեն ինչը։ Եվ ընթացքում ստացվեց այդպես, որ Սոֆյան չմոռացավ իր խոստումը և արեց ամեն ինչը, որ լինի անվանակոչում և իր ջանքերի շնորհիվ, նաև Էրնեստ Աղամեսովի շնորհիվ, որը քաղաքապետարանի ավականու անդամ էր, իրենց շնորհիվ այսպես և դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի մասնակցությամբ և ընդառաջ գալու Դավիթը ունեցավ իր անունով դպրոց։ Շատ գեղեցիկ ներկայացրեց հավարը, գեղեցիկ ձևով դարբնոցն է Դավիթի և մենք արդեն միշտ համագործակցել ենք, շփվել ենք, աշխատում ենք օժանդակել տարբեր հարցերում և խրախուսել շնորհալի երեխաներին, որոնք միջոցառումներին ակտիվ մասնակցում են։ Եվ իհարկե շատ հաճելի է, որ դպրոցի կոլեկտիվները և մենք կարողացել ենք իրար հասկանալ և անել այդ մեծ գործը, որ Դավիթ Սարապյանի անունը, իր հիշատակը միշտ վառ մնա և իր կերպարով դաստիարակվեն սերունդները, դաստիարակվեն աշակերտները և պետք է վառ մնա բոլոր մեր հերոսների հիշատակը, հարկ մեր բոլոր հերոսների, Դավիթ Սարապյանը սովորել է Երևանի Դերժինսկու անվան դպրոցում։
որը հետագայում վերանվանվեց, կոչվեց Ջոն Կիրակոսյանի անվան։ Սկսած 1996 թվականից դպրոցում գործում է Դավիթ Սարապյանի նվիրված դասարան։ Դպրոցը պահպանել է իր տաղանդավոր հոգու լույսն ու թանկ հիշատակը։ Սիրով խոսքը տրվում է Դավիթ Սարապյանի դասարանը պահող հուշը անմահ փոխանցող սերունդների Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Քրիստինե Դումանյանի։ Հարգելի ներկաներ, սիրելի հյուրեր, Դավիթ Սարապյանի զինակից ընկերներ, արվեստի ու սխրանքի երկրպագուներ։ Այսօր մենք հավաքվել ենք նշելու մի մարդու 60-ամյակը, ում կյանքը նման էր վառվող ջահի, կարճ, բայց լուսավոր ու ջերմացնող։ Մենք հավաքվել ենք հիշելու մեր ժամանակների ամենաինքնատիպ հերոսներից մեկին, Դավիթ Սարապյանին, մեր լեգենդար դևին։ Դավիթն այն բացառիկ անհատականություններից էր, ով կարողացավ իր մեջ միավորել անհամատեղելին, գրողի նուրբ հոգին և զինվորի անկոտրում կամքը, երևանյան մտավորականի կրթվածությունը և լեռնականի անվեհերությունը։ Նա գիտեր կյանքի գինը, սիրում էր արվեստը, կինոն ու գրականությունը, բայց երբ հայրենիքի գոյությունը վտանգվեց, գրիչը փոխարինեց զենքով, ապացուցելով, որ իսկական մտավորականը հենց նա է, ով առաջինն է կանգնում հողի պաշտպանության դիրքերում։ Նրա համար հայրենասիրությունը ոչ թե բառ էր, այլ գործողություն։ Նրա անցած ուղին դարձավ անմահության ճանապարհ։ Դավիթն ասում էր. երբ ամեն մեկս մեր գործը լավ անենք, մենք կհաղթենք։ Եվ նա իր գործը, հայրենիքի պաշտպանությունը, կատարեց գերազանցության և նվիրումի բարձրագույն աստիճանով։ Այսօր, երբ մենք նշում ենք նրա 60-ամյակը, մենք չենք սգում նրա բացակայությունը, այլ փառաբանում ենք նրա ներկայությունը, մեր պատմության, մեր հիշողության և մեր ինքնության մեջ։ Դերի կերպարը այսօր էլ կենդանի է, ուժուհավատ փոխանցելով նա ամեն ինչ արեց և ուժուհավատ փոխանցեց մեր սերնդին, նոր սերնդին, սովորեցնելով, որ հնարավոր է լինել կիրթ, ազատ և միաժամանակ անհողդող պայքարով։ Թող այս երեկոն լինի ոչ միայն հիշատակի տուրք, այլև վերարժևորման պահ, հասկանալու, թե ինչպիսի հսկաներ են երտել մեր անկախությունը։ Փառք մեր լեգենդար դերին, փառք մեր բոլոր հերոսներին։ Մաղթում եմ, որ այս հանդիսավոր միջոցառումը, որը տեղի է ունենում մետրո թատրոնում, դառնա արժանի հարգանքի ու հիշողության կենդանի վկայություն։ Եթե կրում ենք Տիգրան մեծանուն, պետք է մեր ուժը ցույց տանք թշնամուն։ Մեր գործն արդար է, հայրենանվեր, պետք է միշտ փառքով վերադառնանք տուն։ Այդ ես եմ, բարի դևը, թշնամու համար, ահեղ դևը։ Ես պետք է դառնայի գրող, կամ գիտնական։ Այստեղ իմ հարազատ քաղաքում ասում էին, որ ինձ սպասվում էր փայլուն ապագա, բայց սկսվեց Արցախյան պատերազմը։ Ես ոնց կարող էի մի կողմ քաշվել, ոնց կարող էի չկռվել։ Ինչ ապագայի մասին էր խոսքը, եթե հայրենիքիս ապագան վտանգված էր։ Ես ազատագրեցի մորս հայրենի գյուղը, տողը, զինակիցներից ջախջախեցի թշնամուն և իրականացրի իմ առասպելական մտահղացումը, արդարացնելով էպոսի հայտնի հերոսի Դավիթի անունը կրելու իրավունքը։ Ես ոնց կարող էի չդառնալ զինվոր իմանալով, թե ինչ է կատարվում Արցախում, եթե տեսնեիք, թե ինչ տղաներ էին զոհվում, իսկ իմ արյունը նրանց արյունից լավը չէր։ Ես երազում եմ ազատագրել հորս հայրենի քաղաքը, Էրզրումը, բայց ավաղ, ավարտվեց իմ երկրային ուղին, սակայն ես միակը չէի, որ իդ կյանքը նվիրեց հայրենիքին։ Ես ննվել եմ մեր ինք հաջերի սխրանքներով, իսկ նոր սերունդը թող ոգևորվի մեր գործերով։ Եվ քանի դեռ դուք մեծ հիշում եք, կծնվեն նոր Դավիթներ, նոր Վարդաններ, նոր Մոնտեներ։ Այդպես եղել է, կա և լինելու է հավերժ։
Եկ անգամ էլ ջերմ ծափահարը Ջոն Կիրակոսին անվան դպրոցի սաներ։ Եվ Դավիթ Սարապյանի անունը կրող դպրոցի սաներին։ Տրամաբարան ճիշտ կրն, որ մեր ծափահարությունները չեն նաև կողված թե տնօրեններին, թե մանկավարժներին, որոնց համար Դավիթ Սարապյան անունը իրոք որ մի առանձին դաս է հայակերտման։ Ջերմ ծափահարությունը նաև մեր ծևի մանկավարժներին։ Դավիթի կերպարը նկարագրելիս նրա մեջ մենք մարմնավորում ենք հայի միտքը, ոգին, կամքը։ Նրա մեջ մենք տեսնում ենք Հայաստանի դիմանկարը։ Այն Հայաստանի դիմանկարը, որ սահման չունի։ Եվ նրա սահմանը գծված է ամեն հայի սրտի մեջ։ Անարատ, մաքուր, անբիծ սրտի մեջ։ Գրված ու դաջված է իրեր լեռների պատկերով։ Թերևս սա է պատճառը, որ կփորձենք այդ դիմապատկերը մեկ անգամ էլ գուցե մեզ համար ավելի տեսանելի դարձնել Համո Սահյանի խոսքով ու տաղերով։ Ձեր լռության համերգում ինձ բացակա չդնեք։ Համբերություն եմ ասում, ակնարկներս կրկնեք։ Համբերության հանդեսում ինձ բացակա չդնեք։ Շուրջամպ եք այծակ, քնով չանցնեք չքնեք, քնեցիք էլ արթնացաք, ինձ բացակա չդնեք։ Թվում է թե կամենաք մի օր երկինք կթռնեք, ձեր թռիչքի ժամանակ ինձ բացակա չդնեք։ Ձեր խտության պաշարով դուք աշխարհներ կսնեք, իմ մեղնության պատճառով ինձ բացակա չդնեք։ Ես եմ քարե պատարակ, ձեզնից սերված ընդունեք, դուք ձեր կամքին հակառակ ինձ բացակա չդնեք։ Ոչ խոստումներ, ոչ երդում, չսպասեք ու չքննեք, անվերջ, անշարժ ձեր երդում, ինձ բացակա չդնեք։ Դավիթը պատերազմը սկսեց Լեոնիդ Ազգայազյանի անկախության բանակի շարքերում, ապա շարունակեց Մեծն Տիգրան ջոկատում։ Խոսք ունի Դավիթ Սարապյանի զինակից ընկերը։ Դիմավորենք։ Մեծն Տիգրան աշխարհազորի գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Արաքելյան։ Ձերից տեսնում եմ իշքան երիտասարդներ կան, և մեր գնդի ողջացնակազմից, անունից, ուզում ենք շնորհակալություն հայտնել թե Սարապյան Դավիթի դևի Ջոն Կիրակոսյանի դպրոցի և թե որը որ կրում է Դավիթի անունով դպրոցը ուսուցիչների և ասենք տնօրենությանը։ Ես շատ մոտիկ եմ եղել Դավիթին։ Դևին ես միշտ վարկել եմ սիրել եմ, ուրեմն տող յուղում, որ իր ծնողների տոներ թուրքերը բան են արել, շտաբ են դրել, մեկին եկավ ասեց, ես ուզում եմ էթամ պետք է մեր տունը ազատագրել։ Ես էլ ասել Դավիթ ջան ասի, դև ասի, վեկար տրելքից մի կանոն վեկար մգնա, բաչ է, ես մենակ կգետա։ Նու ունենց եղավ, որ ինքը համոզ է ծնցի, որ ինքը պետք է մենակ եթա։ Դև մեր մոտ սենց մի բան կար, էլի պատերազմի ժամանակ ասենք ենք, որ հանկած մերնի կամ խպների բան, որ շն ինքը լավ տղա չի։ Պետք է հապանան հետնաց։ Որ շն Դավիթս ելավ գնաց, հետո իմացան, որ իրանց մորական տունը, որ պապական տունը ուրեմն ազատագրել է և ասենք հետ եկավ մեր երկեջ, Շամյանին, մեր հենակետը երկեջն էր։ Շատ ենք երասեր, ժողով ջան, իրական եմ ասում, էլի, ես հպարտանում եմ այս ձեզանով, որտև ստե երեխաներ կան, այս երեխաները հասիրահարվում են, տեսեք Դավիթի անունով դպրոց կան, հա? Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր որ մասնակցել են դպրոցի
Համարը կոչել է Դավիթի անունով։ Բոլորից շնորհակալ եմ ես, մենք բոլորից շնորհակալ ենք։ Մեր Տիգրամեցի բոլոր անձնակազմի անունից բոլորից շնորհակալություն ենք ասում։ Խոնարհվում ենք բոլորից առաջ։ Դավիթ Սարապյանի 60-ամյա հոբելարին իր խոսքն ու ողջույնն է բերում Հայաստանի վաստակավորարդի Շուշան Պետրոսյան։ Լավ ծնունդը շնորհավոր։ կենսագրություն ունեցած մեր տղերքը շատ քչախոս են։ Նրանք շատ հաճախ չեն պատմում այդ իրադարձությունների մասին։
Աստված գիտի, թե ինչ առիթ է պետք, որ հիշեն, ինչ-որ տեսարան, ինչ-որ դժվար, նոր խոսան պատմեն դրա մասին։ Իրականում ես դեպի չեմ ճանաչել, տարիքով ավելի փոքր եմ, Լուսավորքի տիկին Էմմային եմ ճանաչել եւ Մարիկին, ես եմ սովորել պոլիտեխնիկոմային ֆակուլտետում, որտեղ դեպի սովորել, ուրիշ է ինքը հաստատ։ Կատակասեր, շատ զուսպ, մարդ, որ կարող էր իսկապես դառնալ գրող, նկարիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, գիտնական, բայց նա դարձավ հերոս։ Երբևիցե չմտածելով դրա մասին, եւ դրվագներից մեկը Լևոն Աղաջանովն է գրել իր գրքում մի կարճ պատմվածք, որը կոչվում էր ռուսերեն «Спасибо за аплодисменты». Պատմությունը հետևյալն է, Դևը շատ էր սիրում թուրքերի հոգիները ուտել, երբ որ նրանք կապով խոսում էին, եւ Դևը շատ ուշադիր լսում էր այդ ռադիոկապը եւ հաճախականությունները խառնելով, օգտագործելով մտնում էր շատ հաճախ իրենց հաճախականության վրա եւ սկսում են նրանց հետ զրուցել, բայց ոչ թե որպես Դև, այլ օրինակ որպես ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Սերգեյևիչ Գորբաչովը։ Եվ Դևը հիանալի նաեւ ինձ թվում է գաղտնից ավելի լավ կարողանում էր պարոդիաներ անել։ Եվ այնպես էր անում, որ մարդիկ իսկապես չէին հավատում, եւ պատկերացրեք օրերից մի օր ռմբակոծությունը եւ Դևը մտնում է այդ հաճախականության մեջ եւ Միխայիլ Սերգեյիչ Գորբաչովի ձայնով սկսում է խոսել ադրբեջանցիների հետ։ Ասում է. «Дорогие азербайджанцы, мы тут с Раисой Максимовной сидим и решили поздравить вас с Днем весеннего равноденствия». Քարելրությունը, ռմբակոծությունը ուրեմն կանգնում է, մի 2-3 րոպե ոչ մեկ ոչ մի ձեն չի անում, հետո ադրբեջանցիները սկսում են իրար մեջ խոսել, փորձելով հասկանալ, թե Գորբաչովը ինչ կապ ունի ստեղ հայկական դիրքերում, հետո լսվում է հայհոյանքներ թուրքերի լեզվով, ըստ երևույթի իրենց հրամանատարներից մեկը ընդերից գոռում է. «Դա Գորբաչովը չի, դա անիծված Դևն է»։ Նորից քարելրություն, ադրբեջանցիների եւս մեկ անգամ սկսում են ռմբակոծել, մեր տղաները թաքնում են բլինդաժում, երբ որ նրանց բոլոր զենք զինամթերքը ավարտվում է, Դևը դուրս է գալի բլինդաժից եւ արդեն ոչ թե ռադիոկապով, այլ բարձրախոսը ձեռքին մեգաֆոնով դեպի թուրքեր ասում է Գորբաչովի առասպելական ֆրազերից մեկը звучат громкие аплодисменты։ Շնորհակալություն։ Այս պահին պատիվում եմ սիրով խոսքը փոխանցել մեր Դավիթի դպրոցական տարիների ընկերներից մեկին, Սարգիս Բաբելյանին։ Ընտրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Այսօրվա ելույթից առաջ շատ մտածում էի, ինչ ես կուզենամ ասեմ Դավիթի մասին, որովհետև Դավիթի մասին ասելու շատ բան կա եւ կարելի է խոսել անվերջ։ Գիտեք, հերոս չեն ծնվում, լավ մարդ չեն ծնվում, այլ դառնում են։ Եվ Դավիթը այն տղան էր, որը որ դառավ համ լավ մարդ, համ հերոս։ Ինչն էր խաղացել ամենամեծ դերը Դավիթի այդ կենսագրությունում։ Իմ կարծիքով դա առաջին հերթին ընտանիքն էր, որում ինքը մեծացել էր։ Դուք ֆիլմում երևի արդեն տեսաք, որ Դավիթի ծնողները բացարձակ կրթված մարդիկ էին։ Մայրը Էմմա Պավլովնան նա Հայաստանում առաջին մարդկանցից էր, որ զբաղվում էր կիբեռնետիկայով։ Հայրը Էդուարդ Ավետովիչը մեծ ճարտարապետ էր, ինքը երկար ժամանակ եղել էր Երևանի գլխավոր ճարտարապետ։ Եթե հիշում եք Սայաթնովա դպրոցի, երաժշտական դպրոցի կողքը Սայաթնովայի հուշարձանը, դա Էդուարդ Ավետովիչի նախագծածն է եւ գում կոչեցյալը, որը հիմա ասում են Տաշիր, նաեւ նրա
նա էր պրոյեկտը արել։ Բայց միայն կրթված լինելը երևի հերիք չի, որ երեխաները մեծանան։ Այդտեղ շատ կարևոր է նաև արժեքների համակարգը, որը որ ծնողները տալիս են։ Այդ Դավիթը բախտ է ունեցել տեսնել այդ ամեն ինչը։ Երևի իրանց տանը այդ մթնոլորտը կախված էր, այդ կրթվածության մթնոլորտը և բարձր արժեքների մթնոլորտը։ Այդ ամեն ինչը ինքը կարողացել է ստանալ և դառնալ այն Դավիթը, որը որ ինքը դառավ։ Այսօրվա այս խոսքը ես ավելի շատ ուզում եմ ուղղել այն երեխաներին, աշակերտներին, դպրոցների, որ այստեղ են, որոնց համար Դավիթը ոնց որ օրինակ ծառայի։ Դուք հիմա շատ լավ հնարավորություն ունեք կրթություն ստանալու, իսկ արժեքների համակարգը երևի ինքներդ էլ դաստիարակեք ձեր մեջ, և ամենակարևորը այդ արժեքների համակարգում տեղ լինի, որ դուք կարողանաք ձեր հնարավորության չափով մեր հասարակությանը ծառայեք։ Շնորհակալություն։ Ես համապատասխան ենք նախապատվի, մեր նախապատվության կողմից։ Մենք շնորհակալ ենք ձեզ այն բազմակողմանի աջակցության համար, որ ցուցաբերում եք և ձեր օժանդակությամբ մենք կարողանում ենք խրախուսել մեր սիրելի երեխաներին։ Ուզում ենք դպրոցների տնօրեններին շնորհակալություն հայտնել և անկախներին և ասել, որ մենք առիթ ունենանք դեռևս այն երեխաներին, որոնք հատկապես աչքի են ընկել մեր բարերարների միջոցներով շնորհակալություն հայտնել և ինտելեկտուալ խաղեր ենք խոստանում դպրոցներին և երեխաներին։ Իսկ այդ մեծ աշխատանքի համար, որ արել եք, ես կարդամ, տրվում է Սարգիս Բադալյանին, Դավիթ Սարապյան նախաձեռնության երկարամյա բարերարության, Դավիթի գաղափարները տարածելու 101 գործի համար։ Բազմաթիվ անգամ նշեցինք Դավիթի շնորհալիության մասին, նրա տաղանդների մասին, թե Աստված ինչպիսի շնորհելով էր նրան օժտել։ Այս պահին պատիվ ունեմ սիրով խոսքը փոխանցել Դավիթ Սարապյանի գրական ժառանգության ներկայացնող գրականագետ 300 վայրկյան գրքի թարգմանիչ Մերի Կարապետյան։ Խնդրեմ։ Ճիշտն ասած, այստեղ շատ բան խոսեց Դավիթի մասին ու ես շատ ուզում եմ ամփոփ խոսել, ուղղակի կոչաներով ձեզ Դավիթին ավելի լավ ճանաչելու հենց իր թողած գրով։ Տիկին Մեքունյանը 2006 թվականին հրատարակեց և Դավիթի կենսագրությունը և Դավիթի գրական ժառանգությունը, որը մենք նաև հրատարակեցինք հայերենով։ Սա տիկին Էվելինա Մեքունյանի արդեն հայերեն թարգմանությամբ և տիկին Հասմիկ Տուլակյանի խմբագրությամբ Դավիթի կենսագրականն է, իսկ սա Դավիթի ստեղծագործությունն է հայերենով։ Դավիթը, ինչպես ասացի, ստեղծագործել է ռուսերեն, որովհետև ստացել է ռուսական կրթություն և նաև ծառայելով բանակում մենք տեսանք Սետանը Պասկալիման խոսեց նաև իր անազատության տարիների մասին, 4 տարի անցկացրել է խորհրդային անազատության մեջ և այդ 4 տարիների ընթացքում նա անվարել է այնքան գիտելիք, միակ բանը ասում էր, որ լավն էր խորհրդային բանտում, դա այն հնարավորությունն էր, որ նա կարող էր անսպառ գիրք կարդալ։ Այդ ամբողջ անվարած գիտելիքներով նա ազատության մեջ արդեն սկսում է ազատորեն ստեղծագործել և ներկայանում է շատ հասուն վիպակով 300 վայրկյան։ Ճիշտ ասած, ես կուզենայի ավելի շատ հակիրճ խոսել նրա մասին, ոչ թե նրա մասին, թե ինչի մասին է գրել Դավիթը, այլ ինչպես է գրել, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի հասունություն է նա արդեն դրսևորում որպես նաև գրող, ստեղծագործող և
սցենարիստ։ Ընդունված է ասել գրականագիտության մեջ, որ գրողը լավագույնս է ներկայանում ընթերցողին, եթե ոչ թե պատմում է, այլ ցույց է տալիս։ Այս վիպակը ամբողջովին ցույց է տալիս, թե ինչպիսի մանրազնին, ինչպիսի ուշադիր, ինչպիսի նրբանկատ հայացք ունի Դավիթը իր շրջապատող աշխարհին, եւ այդ վիպակի մեջ ներկայացնում է անազատության այն փորձառությունը, որ ունեցել է 4 տարիների ընթացքում։ Որպեսզի ուղղակի չծավալվեմ շատ, ես ինքս էլ բուժված եմ, ներողություն եմ խնդրում դրա համար, ասեմ, որ թողել է նաև մի քանի ինքնակենսագրական պատմվածքներ, որոնք տարօրինակորեն ոչ թե իր մասին են, թե ինքնակենսագրական են, այլ իր հետ նույն ճակատագիրը անազատության մեջ կիսող ընկերների, բանտակից խցակից ընկերների մասին։ 300 վայրկյանին վերադառնալով պետք է ասեմ, որ այս ստեղծագործության հասունության վկայությունն է այն, որ Օդեսայի կինոստուդիան այն հաստատել է նկարահանման, եւ հենց այդ ժամանակ էր, որ Դավիթը կայացրել է որոշում չգնալու կինոյի աշխարհ, չգնալու հեռու եզերքներ, փնտրելու իր կարիերան, իր երևի փայլուն տարիները, այլ վերադառնալու Հայաստան եւ մասնակցելու այն սուրբ պայքարին, որին ինքը լծված էր լինելով առաջին հերթին Լեոնիդ Ասլաջյանի փոքրիկ զինակից ընկերը։ Նա դեռևս դպրոցական տարիներից կերտվել է Լեոնիդ Ասլաջյանի այդ գաղափարական դպրոցում եւ այն բան չէր կարող անել, քան Հայաստան վերադառնալը եւ այդ մեծ պայքարին լծվելը։ Ես ուղղակի վերջում կուզենայի ասել, որ պատկերացրեք, ես որևէ տեղ չեմ հանդիպել գրական այսպիսի նյութ, բայց վստահ եմ, որ Դավիթը եթե կարողանար վերապրել այդ պատերազմը, նա վերադառնալու էր եւ գրելու էր հանուն Հայաստանի իր հայրենի պապական տան, իր ձեռքով այդ հայրենի պապական տունը պայթեցնելու մասին։ Սա իսկապես տողի ազատագրման մեջ ամենացնցուն օրինակն է, թե ինչպես կարող է մարդը, որի մանկության ոտնահետքերն են եղել այդ տանը, իր պապիկի, իր տատիկի, նրանք գիտեք մերիքական տողմից են սերել, այդ ամբողջ մանկության հուշերը մի վայրկյանում միջիկ դարձնելու հանուն այն մեծ նպատակի, որի առաջ ինքը չէր կանգնի եւ չկանգնեց, եւ ես կուզենայի, որ մենք այսօր կարդալով, ծանոթանալով նրա գրականությանը ափսոսայինք, որ կորցրել ենք Դավիթին, այնպես ինչպես նա չափսոսած կորցնելու իր կյանքը, չափսոսած, որ էլ չի գրելու, ես վստահաբար եմ ասում, որ Դավիթի գրականությունը իսկապես կլիներ լավագույններից մեկը, սակավախոս, բայց շատ առնական պրոզա ուներ ինքը, թեև լիրիկական հոգի ուներ, բայց նաև շատ ըմբոստ հոգի եւ դա իր արտահայտությունն է գտել իր ստեղծագործությունների մեջ եւ հաստատ մենք ափսոսելու բան ունենք, որ Դավիթը մեծ գիր չթողեց, բայց թողեց օրինակ, թե ինչպիսին պիտի լինի գիրը, բայց թողեց օրինակ, թե ինչպիսին պիտի լինի մարդը, թողեց օրինակ, թե ինչպիսին պիտի լինի հերոսը։ Դավիթ Սարապյանը հերոսի մահացողեց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Շահումյանի շրջանում։ Նրա հարազատ Ձերժինսկու անվան դպրոցը որոշեց իր սիրելի սանի հոգու լույսն ու պատգամներն ամփոփել անվանի կրթօջախի պատերում։
Դավիթին նվիրում է մի պաշտերի հայրենիք դարձած իր սերունդների դաստիարակության ուղենիշ։ Այս կարևոր գործի համար երախտապարտ ենք դպրոցի այն ժամանակվա տնօրեն երջանկայի հիշատակ Նարինե Հովհաննիսյանին, Դավիթ Սարաբյանի աշակերտական տարիների դասղեկ, ապա նրա անունով հետմահու անվանակոչված դասարանի առաջին դասղեկ Ռիմա Դանիելյանին, նախկին տնօրեն Անահիտ Խոսրովյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռիմա Կարապետյանին, դպրոցի հատուկ մանկավարժ նախկին փոխտնօրեն Արմինե Բաբայանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իզաբելա Աբրահամյանին, որոնց երախտելի գործն այսօր շարունակում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ներկայիս տնօրեն Քրիստինե Դումանյանը և Դավիթ Սարաբյանի անվան դասարանի դասղեկ Տաթևիկ Սևոյանը։ Նվիրական է մեր ուսուցիչների գործը։ Այսօր դահլիճում են նրանք և ես պատիվ ունեմ սիրով նրանց հրավիրել բեմ։ Դավիթ Սարաբյանի անվան դասարանի ներկա և նախկին դասղեկներին։ Մեզ համար արագ սպալել սպաղը, բայց մեզ շատ չենք սպալեցնի, շնորհակալություն Դավիթ, շնորհակալություն մեր հետ։ Միգուցե Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը, Հարազատևի դպրոցը չհամանախոչվեց նրա անունով, բայց նրա հոգին ապրում է յուրաքանչյուր դպրոցականի սրտում, երևի բոլորը արդեն ականատես եղան և դա հպարտություն է իրապես, որովհետև մարդը ապրում է այնքան ժամանակ, մինչև նրա մասին խոսում են, մինչ նրա մասին խոսում են, նրան հիշում են, իսկ նրան մեր դպրոցի սաները չեն կարող կռավել, ինչպես նաև մենք։ Եվ ես չեմ կարող իմ շնորհակալությունը չհայտել Տիկին Խոսրովյանին, որ ինձ արժանացրեց այն պատվին, որ ես դասավանդեմ և լինեմ այն դասարանի ղեկավարը, որի անունը կրում է բոլորիս համար շատ սիրելի և հպարտություն տևը։ Շնորհակալություն։ Գիտեք, ամբողջ ժամանակ հուզված նստած էի հիշողություններով լի առաջին օրերը, որ տիկին Էվելինան եկավ դպրոց, պայքարի մեջ էինք իրար հետ, հետո ստեղծվեց անկյունը, հետո ստեղծվեց Սարաբյանի այդ անկյուն թանգարանը, այսօր մենք ունենք իր անձնական իրերը դպրոցում, որ ոչ միտեղ չկա, և հպարտանում ենք դրանով։ Նմանապես մեր սաները, նամանավանդ այն սաները, որոնք գրում են այն դասարանը, որը գրում է Դավիթ Սարաբյանի անունը, հավատացեք, որ նրանք տարբերվում են, որտեղ ուրիշ արժեքներ են կրում և երկար չլինեմ, այսօր այս դասարանների դասակներ են կանգնած, նրանք իրոք տարբերվել են մյուս դասարաններից դպրոցի, ինչպես այսօր իր արժեքներով տարբերվում է այն դասարանը, որի դասղեկն է Տաթևիկ Սևոյանը, շնորհակալություն բոլորին, շնորհակալություն նաև այսօրվա տնօրինությանը, որ շարունակում է այն աշխատանքը, որը սկսել ենք տիկին Էվելինայի, Նարինե Արամնայի մասին էստեղ խոսվեց, որտեղ սկիզբը տիկին Էմային դիմավորել են Նարինե Արամնան, Ռիմա Վլադիմիրովնայի հետ և պատիվ եմ ունեցել ճանաչելու նաև տիկին Էմային, թե ինչպես էր զրուցում, ոնց բերեց նյութերը, տվեց, նվիրեց դպրոցին, մի խոսքով հիշողությունների մեջ ենք, շնորհակալություն բոլորին։ Ես եմ շնորհակալ նախ Անահիտ Վլադիմիրովնային, որովհետև Անահիտ Վլադիմիրովնան փոխանցեց այդ պատիվը մեզ, մեր դասարանին, իմ սիրելի դասարանին, իմ սրտի դասարանին, եւ ես շնորհակալ եմ իմ երեխաներին, որ չհուսվեցին, որ բարձրացան բեմ, արդեն ուրիշ բեմ, ոչ թե դպրոցի կամ ուրիշ դպրոցի։ Շնորհակալ եմ նաև մեր Ասլանյան Նանային եւ Եմենջան Անահիտին, որովհետեւ իրենք նաև օգնեցին։ Շնորհակալություն Գերդումանյանին, որովհետեւ անցած տարվանից արդեն ինքն մեր դպրոցի տնօրենը եւ ինքը շարունակում է այս ազգանվեր մեծ գործը, որը մենք միասին ենք տանում։ Ես արդեն մնաց 1 տարի, հետո արդեն կփոխարինի ինձ ուրիշ դասարան եւ ուրիշ դասղեկ։
արձագանքը շատ պատասխանատու է եւ ոչ անպատասխան։ Երկրորդ բառին ոնց խաղում ասած։ Բայց ձեր դպրոցներում լինելով մենք հասկացանք, որ իսկապես արժանավոր սերունդ ենք դասիրակում։ Եվ Դավիթի ոգին, եւ նրա խոսքը, եւ տրամադրությունը, եւ հումորը, այս ամենը այնքան օրգանապես, այնքան շնորհակալ ենք դուք հաղորդել եք ձեր աշակերտներին, որ ուղղակի ուզում ենք շնորհակալություն հայտնել Դավիթ Սարապյան նախաձեռնության անունից ձեզ եւ ձեզ հանձնել գավաթ, ուրեմն որտեղ Դավիթն է եւ Տիգրան Մեծի ջոկատի հերն է, այո, որպեսզի դուք այս գավաթը դնեք թանգարանում եւ կամ գուցե ձեր միջոցառումներից ժամանակ կարողանաք օգտագործել եւ անձնել երեխային։ Շնորհակալ Եվ այստեղ գրված է, որ Դավիթ Սարապյանի հիշատակը բաց պահելու համար, որպես այսպես նագրավել, հետագայում որպես վարքև, այս գավաթը թող միշտ հաղթանակներ բերի ձեր դպրոցին, ձեր աշակերտներին, ձեզ եւ միշտ կհիշվի, որպես այս հոբելյանին արարողության մի շատ կարևոր մաս։ Շնորհակալություն ձեզ։ Մենք էլ բոլորս միասին Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցի ողջ անձնակազմը, ողջ աշակերտությունը շնորհակալություն է հայտնում ձեզ նման պատվի արժանացնելու համար։ Պարտավորեցնում եմ։ Այս պահից մեր երեկոյի ընթացքը մի փոքր այլ կերպ կընթանա։ Էլի կան խոսքեր, շատ թանկ խոսքեր, նվիրյալ անունների կողմից, նվիրյալ այորթիների կողմից։ Եվ բացի այդ խոսքերը կան նաև երաժշտական կատարումներ, որ մեկը մեկին հաջորդելով այս պահին կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Իսկ այս պահին սիրով պատիվ ունեմ ներկայացնենք մեր հրաշալի անձնավորության, որի երաժշտական ողջույնը բերել մեզ եւ մեր Դավիթի ծննդյան հոբելյարին։ 44 օրյա պատերազմի մասնակից եւ հերոս Վարդան Ամալյանի մայրիկ Արմինե Ամալյան։ Շնորհակալ եմ բնության մեջ, նեք խաղացող
սխրոտ գլուխը կա, ինքը հասած, շնորհակալ եմ ես պաշտոնան, շնորհակալ ես ասելից, և ցավի մեջ սերվեր դնում, ինքնամոռաց մարդասերից, շնորհակալ եմ ես իմ ազգից, հայրենիքից ու այն լեզվից, շնորհակալ եմ օտար կոչվող, այլայցու, բարեկամից, և թշնամուխից ծառայող, հայրենիքից տավաճանից, աղջակացած շնորհակալ եմ, ինձ ես աղեքին կարացիկս ես կրծքում պահած, կարնանավուն չեր կանացից, շնորհակալ եմ իմ ապրածից, ուրուսներից ու շարածից, իրենց մեղքը հողին հանձնած, ցավից հողած, մեղերներից, շնորհակալ եմ ես ավերից, ես ամենը հորինովից, ապրել ոչնող ուշներներից, կուշեց, հստող երկից, շնորհակալ եմ, երոցում, Արդամ, այսքան գործ ենք արել, բայց չեմ կարդում։ Միայն կասեմ մի բան, որ այնպիսի հզոր, ինտելեկտուալ, հայրենապաշտ մարդկանց շնորհիվ, ինչպիսին Դավիթն է, ինչպիսին այսօր դահլիճում նստած մեր չկտավների որդիներն էին, պիտի դանաստերը այստեղ են, դե գնաց արդեն, Արմենյան Մայլանը, շատ մոտապես 7 թերուսի մայրիկներ այստեղ էին, որոնց առաջ մեր խոնարհում են։ Նախաձեռնության շուրջ մեզ միավորեց Դավիթի խարիզմատիկ կերպարը և տուտին Էվելինա Մելքումյանի անսահման նվիրումը Դավիթին, նրա գործին, նրա ստեղծագործություններին ու շատ հետաքրքիր կերպով դոմինոյի էֆեկտով տուտին Էվելինայի այս մեծ նվիրումը հաղորդվեց Մերիին Կարապետյան, որը մի անգամ այսպիսի մի բան ասեց. Մարդ, որ 3 զավակ ունի, պատասխանատու աշխատանք, ընտանիք, գործեր, նա վարկահամարեց ստեղծել հավելյալ արժեք, այնպիսի մի բան, որի համար չեն վարձատրում, որը իր հոգով համար է և ոչ միայն իր։ Եվ աշխատանքին զուգահեռ թարգմանեց Դավիթի բանաստեղծությունները և 300 կնվերները։ Շնորհակալություն Եվ բնականաբար այս տանդեմի ձգողականությունից ես էլ ձերց չմնացի և սիրով միացա այս նախաձեռնությանը։ Մենք երազեցինք, որ երևի նախքան կողիկներ չէ, 19 թվին խոսում էինք, մտածում էինք, որ այս ախրերի ֆիգուրը, դեպը, պիտի անպայման երեխաների հետ խոսի, ընկերություն անի, նա պիտի անպայման դպրոց մտնի, նա պիտի անպայման ընթերցվի, նրա խոսքերը պիտի հաղորդվեն իրար, նրա չարաճճիությունները, նրա պակախնդրությունը, այս ամեն ինչը պիտի հասնեն երեխաներին։ Ու մենք միասին երազեցինք այդ օրը, որ մի դպրոց անվանակոչենք Դավիթ Սարապյանի անունով։ Հետո չարաբաստիկ կովիդը, հետո չարավետ պատերազմը, բայց ըստ երևույթին այդ հզոր իմպուլսը երազանքի ըստ երևույթին ուժ ունի։
Եվ այս ժամանակի բոլորի մեջ շատ անսպասելիորեն, երբ արդեն հույսը կորցնում ես, մեկ ստացանք այդ թույլտվությունը։ Դա նաև շնորհիվ Սոֆիա Սուփյանի եւ Էրնեստ Ավանդեսյանի։ Ուրեմն իրենց պաշտոնական դիրքը եւ բարեբախտաբար առաջ տարան գործը։ Ինչ գործեր են արել, պիտի Էվելինան արդեն ասել է, գրքեր գրել, հրատարակել, վերահրատարակել, հաղորդումներ, ալբոմներ, ֆեյսբուքյան եւ լրատվամիջոցներում տարբեր հրապարակումներ, բայց մեծագույն պարգևը մեզ համար այն է, որ աշակերտներն սկսեցին ճանաչել Դավիթին ու սկսեցին Դավիթի մասին խոսել։ Եվ ես նորից մի մեջ բերեմ Մերիին, որ մի անգամ երեխաների հետ խոսելիս ասեց, դուք աշխատեք իր հետ ընկերություն անել։ Սա իմ կարծիքով մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Մյուս մեր ցանկությունը, որը արդեն իրականացավ եւ այսօր մենք տեսանք երկու դպրոցների միջև այս արվեստի գրականության Դավիթի աշտարունքի կգուցե կամ Դավիթի հետ ընկերություն անելու այս կամուրջը ստեղծվեց եւ հուսով եմ, որ կշարունակվի։ Եվ ուզում եմ ասել, որ շնորհիվ այս միջոցառման մեր նախաձեռնության սահմանները ընդլայնվեցին, որովհետև այս ընթացքում մենք ձեռք բերեցինք հրաշալի բարեկամներ եւ կարծում եմ, որ մեր այդ միջոցառումների շարքը կարող ենք պսակել Դավիթի 60-ամյակին նվիրված եւ իրեն վայելող այս հանդիսավոր երեկոյով, որի համար շնորհակալություն ենք հայտնում, խորին շնորհակալություն ենք հայտնում Դավիթի ընկերներին, Դավիթ եւ Արմինե Ամանյաններին, Շուշան Պետրոսյանին, Արտեմ Գրիգորյանին, Արտեմ Հազարյանին, Գագիկ Շիվոյանին եւ մեր նոր սիրելի բարեկամին մետրո թատրոնին, իդեմս տնօրեն Կարեն Միրաքյանի եւ թատրոնի կազմին։ Վերջում ուզում եմ ասել, որ ամենամեծ գնահատականը ու նվերը, որ մենք ստացել ենք, մի անգամ ուսուցիչները պատմեցին, թե ինչպես 300 վայրկյան գրքի քննարկումից հետո երեխաներից մեկը Դավիթ Սարապյանի անվան դպրոցի աշակերտներից մեկը ասել է շատ անկեղծ խոսքով, ասել է, «Էս ինչ լավ եղավ, որ այս լավ մարդու անունը մեր դպրոցի վրա դրեցին»։ Եվ դա հավերժալի է, տենց էլ ասել է։ Այնպես որ ես շնորհակալություն դպրոցներին, ուսուցիչներին, պիտի Էվելինա խնդրում եմ գավաթը հանձնել նաև մյուս դպրոցին, որովհետև կարծում եմ, որ շատ կարևոր է, որ իրենք այսօրվա մասին մի հուշ ունենան։ Բայց մի բան էլ ասել, որտեղ չի կարելի սա չասել։ Այս խոսքերը նա ասել է ընկերներից մեկին, որ հետո հուշագրվել է։ Երբ խոսվում է նահանջի մասին, ուզում բառացի ներկայացնել Դավիթի խոսքը, եւ խոսում են այն մասին, որ տասնապատիկ գերակշռող զորքի դեմ բարավոր չի ուստալ երբեք նահանջել։ Դավիթ Սարապյանը ասում է. «Մինչև ուր կարող ենք նահանջել, մինչև Շահումյան կենտրոն, Ղարաբաղի 20 եզր, մինչև Երևան, որտեղ պետք է կանգնենք, եթե որոշել ենք հայրենական երկիրը։ Մենք պետք է կանգնենք եւ կռվենք, պաշտպանությունը մարել։ Մենք պետք է ազատագրենք երկիրը»։ Ես ցանկանայի, որ մենք մի առանձնահատուկ ջերմությամբ եւ շնորհակալություն հայտնենք եւ ողջունենք հրաշալի անձնավորության, որի հետ ծանոթանալ արդեն վաղ էր։ Վաղ, որովհետեւ հասկանում ես, որ քո գոյության բանաձևերից ինչ-որ մեկը պահ է տրված մեր շատ թանկ սրտի մեջ եւ այդ թանկ սիրտը մեր Արմինե Պետրոսյանի սիրտն է, որ այս նախանձախնդրությամբ, այս ոգատարությամբ, այս ուշադրությամբ անհանգիստ կերպով, որ ամեն ինչ նկատառակ կազմակերպել այս միջոցառումը, խոնարհում եմ, շնորհակալություն քեզ։
Սա շատ կարևոր է եւ մեր օրերում առանձնահատուկ կարելի ասել հրամայական է լինել այսպիսին ու կազմակերպել։ Իսկ որպես վերջաբան շատ թանկ խոսք եւ թանկ երաժշտական ելույթ։ Դա այդպես չի, մենք բոլորս միասին։ Հայաստանի վաստակավոր արտիստ, Մրո ազգային մշակութային կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Արսեն Գրիգորյան։ Arjanini